Դերասանյով երգիչ Գոռ Հակոբյանը սոցիալական հարթակների իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ էլ ներկայացրել է գտնվելու վայրը։ Հիշեցնենք, որ այս օրերին արտիստը գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում որդու բուժման նպատակով։ Հրապարակված գործչոլովակում երևում է քաղաքից Յունարատ տեսարանը պատուհանից, ինչն էլ փաստում է. Գերմանիայում եղանակային պայմանները ձմեռային են։ Գոռ Հակոբյանը տեսանյութին որևէ մեկնաբանություն չի գցել, սահմանափակվելով միայն տեղանքի նշումով։ Մենք առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Երգիչ Գոռ Հակոբյանը սոցիալական հարթակի իր էջի ստորի բաժնում նոր լուսանկար է հրապարակել Գերմանիայի Մյունխեն քաղաքից։ Տարածված կադրում արտիստն է մի խումբ հայ տղամարդկանց հետ։ Հրապարակմանից Գոռ Հակոբյանը տեղեկացրել է, որ լուսանկարում իր հետ գտնվող անձիկ հյուրեր են, ովքեր Մյունխեն են ժամանել Գերմանիայի տարբեր քաղաքներից նրա հետ հանդիպելու նպատակով։ Իսկ արդեն օրեր առաջ Գոռ Հակոբյանը նոր հրապարակմամբ անդրադարձել էր որդու Ֆելիքսի առողջական վիճակին եւ բուժման ընթացքին։ Նա նշել էր, որ երեխան իրեն լավ է զգում, նրանք շարունակում են անցնել մի շարք պարտադիր հետազոտություններ։ Երեխան իրեն լավ է զգում, մենք անցնում ենք բազմազան անալիզներ, որոնք Գերմանիայում պարտադիր է։ Արդեն գրեթե բոլոր անալիզներն անցնում ենք, նույնիսկ այն, ինչ արդեն արել էինք, նորից անցնում ենք։ Այս 2 օրվա ընթացքում կհոսպիտալացվենք եւ կստանանք մեր առաջին կուրսը, նշել էր դերասանը։ Իսկ մենք կրկին հիշեցնենք, որ օրեր առաջ Գոռ Հակոբյանը կնոջ եւ որդու հետ մեկնել էր Գերմանիա երեխայի բուժումը շարունակելու նպատակով։ Նրա այս հրապարակումը փոքր-ինչ հանգստացրել էր հետևորդներին, ովքեր անհամբերությամբ էին սպասում լավ լուրերի։ Գրիգոր Դանիելյանն իր ինստագրամյան էջում հանդես է եկել հուզիչ հրապարակմամբ, անդրադառնալով, որ գործընկերոջ Գոռ Հակոբյանի որդու Ֆելիքսի բուժման համար անհրաժեշտ ամբողջ գումարը հավաքվել է ռեկորդային ընդամենը 36 ժամվա ընթացքում։ Նա շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին միասնականության եւ կարեկցանքի համար, նշելով, որ այս օրերին ականատես է եղել մարդկային մեծ վեհանձնության։ Օրը սկսենք բարի լուրով, ուղղակի խոսքեր չեմ գտնում շնորհակալություն հայտնելու։ Ընդամենը 36 ժամում բուժման համար անհրաժեշտ ողջ գումարը հավաքվեց։ Շնորհակալություն հատառհատ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս մեծ գործում, բոլոր նրանց, ովքեր օգնեցին նյութը տարածել, բոլոր նրանց, ովքեր իրենց խոսքով եւ խորհուրդներով մեր կողքին եղան։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին, եւ գումարի չափը ընդհանրապես էական չի։ Երդվում եմ մարդիկ կային, ճնչին գումար էին փոխանցում, բայց այնպիսի մարդկային կարեկցանքով, որ հոգիդ տակնու վրա էր լինում։ Եվ հենց այսպես էլ շատ կարճ ժամանակում մեզ հաջողվեց հավաքել ամբողջ գումարը։ Շուտով Ֆելիքսն իր բուժումը կստանա Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Մեզ մնում է միայն աղոթել Աստծո օրհնությամբ եւ պահապան հրեշտակների ուղեկցությամբ մեր բալիկը պետք է անցնի բուժման ընթացք։ Աստվածային գերբնական ուժ մեր ընկերներին։ Վստահ ենք, որ դուք կկարողանաք հաղթահարել այս փորձությունը։ Բանրպահին Գոռ Հակոբյանի կողքին են նրա գործընկերներն ու ընկերները։ Հաղորդավար եւ շոումեն Արամ Մելիքյանն իր տեսաուղերձում անդրադարձել է ստեղծված իրավիճակին, նշելով հարցի լրջությունն ու հրատապությունը։ Մենք բոլորս աշխատող մարդիկ ենք եւ սովորաբար ցանկացած դժվարություն փորձում ենք լուծել ինքնուրույն, սակայն Գոռի ընտանիքում ստեղծված իրավիճակն այնքան բարդ է եւ խոսքն այնքան մեծ ֆինանսների մասին է, որ նույնիսկ աշխատող մարդու համար դա բավարար չէ։ Երբ խոսքը վերաբերվում է երեխայի առողջությանը, դա արդեն ծայրահեղ է։ Համոզված եմ, մենք կպնելու ենք ու օգնենք Գոռի ընտանիքին, նշել է Արամ Մելիքյանը։ Իսկ այժմ ներկայացնում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։ Երեք ներկայացումովս էի խառը ու բավականին ուշ տեսա Հակոբյան Գոռի տեսանյութը, կապված իրականում ես չգիտեի, երեք գիշեր եմ իմացել, շատ էի նման ու սենց կասեմ, թե Գոռը, թե մեր կարգի բոլոր մարդիկ, մենք աշխատող մարդիկ ենք ու թվացյալ մեզ մոտ երբ որ լինում է ինչ-որ դժվարություն լուծելի է, բայց Գոռի ընտանիքում նենց բարդ իրավիճակը ու նենց մեծ ֆինանսների մասն է խոսքը գնում, որ զուտ աշխատող մարդու են, որ ասում է, համար դա բավարար չի։ Իրականում շատ բարդ վիճակ է, խոսքը որտեղ երբ որ խոսքը գնում է երեխայի մասին, դա արդեն շատ հատուկ է, ու այո, շատ հրաշալի կլինի, որ այդ գումարը հավաքվի ամբողջովին ու հրաշալի կլինի, որ ամենակարևորը այդ ամեն ինչը բարաջող ավարտ ունենա։ Թող Տիրոջ օրհնությունը լինի Ֆելիքսի ու ընդհանրապես Գոռենց ընտանիքի հետ
Վստահ եմ, որ 100% լավ է լինելու, վստահ եմ ամեն ինչ հաջողվելու, վստահ եմ, որ մենք բոլորս ասեմ, կպնելու ենք ու օգնելու ենք Գոռ Հակոբյանների ընտանիքին։ Գոռ Հակոբյանը նշել է, որ բուժումը պետք է շարունակվի Գերմանիայում եւ նրանք ունեն ընդամենը 5-ից 7 օր անհրաժեշտ գումարը հավաքելու եւ մեկնելու համար։ Դերասանի խոսքով բուժումը շատ թանկ է եւ իր ունկերների հավաքած միջոցները բավարար չեն նման հիվանդության բուժման ապահովման համար։ Նա արդեն վաճառել է իր ողջ ունեցվածքը, սակայն ժամանակի սղության պատճառով դիմել է նաև հանրության աջակցությանը։ Վերջին տվյալներով հանրության արձագանքը եղել է շատ արագ։ Եթե տեմպը պահպանվի, ապա նշված ժամկետում հնարավոր կլինի ապահովել Ֆելիքսի մեկնումն ու բուժման մեկնարկը։ Գոռը դիմում է հանրությանը, խնդրելով մասնակցել դրամահավաքին եւ աջակցել որդու բուժմանը։ Ողջույն բոլորին, ես Գոռ Հակոբյանն եմ։ Ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կատարվում ինձ հետ եւ ինչ եմ ես пассив ընդհանրապես համացանցում։ Ցավոք դարի հիվանդությունը նաեւ ներխուժել է իմ ընտանիք։ Որդուս Ֆելիքսի մոտ 1 ամիս առաջ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող Յուինգի սարկոմա, որը րոպե առաջ անհապաղ պետք է բուժել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Վերջին 1 ամսվա ընթացքում, երբ մենք հայտնաբերել ենք դիագնոզը, արել ենք բազմաթիվ հետազոտություններ Մոսկվայում եւ Երևանում ու ցավոք դիագնոզը հաստատվել է։ Իմ եւ ընկերներիս դրամական միջոցները, իմ դրամական միջոցներն ու ընկերներիս մեծ աջակցությունը ցավոք չի բավականացնում նման կարգի լուրջ բուժման համար ու ես ինչքան էլ ինձ համար դա անցանկալի է, բայց հայտարարում եմ դրամահավաք։ Խնդրում եմ իմ բոլոր ընկերներին, խնդրում եմ ծանոթ եւ անծանոթ մարդկանց կատարել ձեր դրամական փոխանցումները, որպեսզի ես րոպե առաջ կարողանամ տղայիս հասցնել Գերմանիա։ Բոլոր այն ունեցվածքը, այսպես կարելի ասել, որը որ ես տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատել եւ ստեղծել եմ, հանված է վաճառքի։ Բայց քանի որ մենք ունենք ընդամենը 5-ից 7 օր ժամանակ մինչ մեկնելը, ես չեմ հասցնի այդ ամեն ինչը վաճառեմ, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը։ Բոլոր հաշվի համարները նշված են ներքևում, դրամային, դոլարային հաշվի համարներ, քարտից քարտ ուղղակի փոխանցում Հայաստանի տարածքում։ Նաև կարող եք կատարել փոխանցումներ GoFundMe-ով ԱՄՆ-ից, Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները, ու ես ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ։ Աստված թող բոլոր բարիքներին պահապան լինի։ Ժողովուրդ ջան, մի ժամ արդեն լրացավ, որ ես տեղադրել եմ վիդեոն, արդեն մենք 10 միլիոն դրամ փող ունենք հավաքված ու ես չգիտեմ ինչ ասեմ, ես անչափ շնորհակալ եմ բոլորիդ, եթե մենք այս տեմպը պահենք, շատ արագ կունենանք մեր թիվը 7 օրում, 5-ից 7 օրում մենք այդ թիվը կունենանք ժողովուրդ ջան, ես շնորհակալ եմ շատ, ուզում եմ նաև այդ GoFundMe լինքի հետ ասեմ, որ Ամերիկայից լիքը նամակներ ենք ստանում, GoFundMe լինքի հետ կապված հոլդի տակ է ուղղակի, որ բացել ենք, վերիֆիկացիա է ուզել այդ լինքը, վաղը հենց ակտիվանա այդ լինքը, մենք բան կանենք, ես հավելյալ կտեղադրեմ։ Շնորհակալ եմ անչափ բոլորիդ։ Ժողովուրդ ջան, մենք անցանք 33 միլիոն դրամի շեմը, ընդամենը 2 ժամից մի քիչ ավել։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։ Այսենց ամեն 10 միլիոնը մեկ ստորի եմ անելու ու շնորհակալություն եմ հայտնելու ձեզ։ Բարի ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը նույն տեմպով, նույն ակտիվությամբ շարունակվել է ամբողջ գիշեր ու շարունակվում է մինչ այս պահը։ Ամեն վայրկյան, ամեն միլի վայրկյան իմ հեռախոսին մուտք է լինում, իմ քարտերին ու հաշվի համարներին մուտք է լինում, որ ինչի համար ես անչափ շնորհակալ եմ։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանից փոխանցումների համար մի քիչ հետո ես հավելյալ կտրամադրեմ ձեզ հաշվի համար, որը արդեն վերջնական հաստատված է ու աշխատում է նորմալ։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ GoFundMe-ն չի աշխատում այս պահին, որովհետև վերիֆիկացիայի փուլում է եւ հոլդի վրա է։ Հիմա մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ հոլդից անենք եւ կարողանան Ամերիկայի մեր հայրենակիցները փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն, հավելյալ կտեղեկացնեմ բոլոր ինֆորմացիաները։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը
էլի մեծ տեմպով շարունակվում է ու շատ կարևոր ինֆորմացիա են բերել Ռուսաստանի մեր հայրենակիցների համար։ Արդեն բացվեց հաշվի համար, որը ռուբլու համար է հենց նախատեսված, ու այդ հաշվի համարին դուք կարող եք ձեր փոխանցումները անել։ Համ ստեղ եք տեսնում, համ այն վիդեոյի տակ արդեն տեղադրված հաշվի համարը, որը որ ես տեղադրել եմ Instagram-ին գլխավոր վիդեոյի տակ։ Շնորհակալ եմ շատ։